Սիրելի ունկնդիրներ, դուք դարձյալ հատման կետում եք։ Հատման կետում այսօր ինձ հետ է Հովսեփ Խորշոդյանը։ Կարծում եմ Հովսեփ Խորշոդյանի պարագայում հարկ չկա ներկայացնել նրա բոլոր պաշտոնները նախկին ու ներկա եւ նրա ձևավորած, կազմավորած գործունեությունը, որովհետեւ երբ ասում ես Հովսեփ Խորշոդյան, արդեն ձևավորվում է որոշակի կերպար։ Բարի գալուստ, պարոն Խորշոդյան։ Բարև ձեզ, շնորհակալություն ճոխ ներկայացնելու համար։ Համեստ։ Գիտեք, ես ուզում եմ մի քիչ այսօր մենք մեր խոսակցությունը սկսենք թեթևակի անդրադառնալով անցյալին։ Ակներևաբար դուք հիշում եք, որ համենայն դեպս դարասկզբին կար ձևաչափ Հայաստանի Հանրապետության, Վրաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանների նախագահների եւ Ֆրանսիայի Սենատի նախագահի, եւ դա կոչվում էր քառյակ։ Եվ քառյակը պարբերաբար հանդիպումներ էր ունենում տարբեր մայրաքաղաքներում, համենայն դեպս հանդիպումներ եղել են թե Թբիլիսիում, թե Վերսալում։ Ձեր կարծիքով այն ժամանակվա հանդիպումները, եթե հաշվի առնենք դարասկզբին ինչ իրավիճակ էր փոխհարաբերություններում, Հարավային Կովկասի հանրապետությունների փոխհարաբերություններում եւ Ֆրանսիայի հետ ունեցած հարաբերություններում, կարող ենք զուգահեռներ անցկացնել այն մեր օրերում ծավալվող այս շարժման հետ, երբ էլի փորձում են միմյանց հանդիպել դե նախ դիվանագետները, հետո արդեն հասարակական շրջանակները։ Ճիշտն ասած չէի ասի, որ ինչ-որ մեծ զուգահեռներ կա, բացի նրանից, որ Ֆրանսիան էլ միշտ ավանդաբար այստեղ ունեցել է այս շահերը եւ նախ եւ առաջ հենվել է Հայաստանի վրա, ասենք այդ շահերը առաջ մղելու հարցում միշտ չի հետեւողական եղել Կիլիկիայի հանձնումը Քեմալին հենց դրա Ես մեր դարասկիզբը նկատի ունեի մեր։ Ես նախորդ դարասկզբից եմ գալիս։ Ես նախորդ դարասկզբից եմ գալիս, որովհետև այն ժամանակ ենք մենք առաջին անգամ ինքնիշխանություն, անկախություն ձեռք բերել եւ տեսել նաեւ, որ միշտ չի, որ ուրեմն մեր հովանավորողները հետևողական են եւ իրենց շահերը կարող ենք ճիշտ չհասկանալ, Օրընթաց եւ երկարաժամկետ շահերը համընկն են երևի։ Այո, միշտ չի, որ ճիշտ ենք հասկանում, միշտ չի, որ ճիշտ ենք հաշվարկում եւ դա մեզ հետ վատ նախադեպ եղավ մեզ համար նախորդ դարասկզբին եւ այս դարասկզբին էլ Ֆրանսիան ինչքան էլ որ էլի համարվում էր Եվրոպայում գոնե Հայաստանի հիմնական այսպես գործընկերը, պատահական չի, որ Հայաստանի առաջին նախագահան սերտ կապերի մեջ էր Ֆրանսիայի հետ եւ Ֆրանսիայի սահմանադրությունը ըստ էության պատճենվեց եւ մի քիչ հարմարեցվելով իհարկե 95 թվին եւ Էջիկ Եգորյանի ջանքերով նաեւ իր հանձնաժողովի հարմարացվեց Հայաստանի պայմաններին, բայց դա էր մոդելը Ֆրանսիային գնում մեր ղեկավարները հիմնականում գնում գալիս եվրոպական ուղղության մեջ, բայց դա նաև շարունակություն ունեցավ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ լեգիոնի կոչում ստացավ, եթե հիշում եք։ Ասպետի եւ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, հետո էլի եղան այսպես սերտ կապեր տարբեր ղեկավարների հետ, միջև որ Սերժ Սարգսյանի օրոք էր, որ մի քիչ ավելի շեղվեց դեպի Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ, այսպես եվրոպական եւ արևմտյան ուղղությունը եւ պատահական չի, գուցե նաեւ պատճառ էր, որ Ֆրանսիայում գնացելով ոչ խարիզմատիկ լիդերներ եկան իշխանության, Օլանդը ընդհանրապես Շատ ճիշտ նկատեցիք, որտեղ ամենայն դեպս Միտերանի, Շիրակի, Սարկոզիի Ֆրանսիան Հայաստանի Հանրապետության հետ շատ սերտ հարաբերություններ ուներ։ Գիտեք, այդ քառյակի հանդիպումներին աշխատելով ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետ ես մշտապես ներկա եմ եղել։ Ու ես ձեզ ասեմ, որ շատ հետաքրքիր հանդիպումներ էին։ Շատ հետաքրքիր ու բավականին կարևոր հարցեր էին քննարկվում, բայց այնտեղ ստեղծված էր մի կոնֆիգուրացիա, որտեղ Հայաստանը համենայն դեպս հավասար հնարավորություններ չուներ, որովհետև պարբերաբար Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Ալեսկյարովը նույնիսկ մի անգամ իրենց հարցազրույց են վերցրել խորհրդարանական շաբաթի համար, շատ անկեղծ հարցազրույց տվեց, չգիտեր
ով եմ, կարծեց այնտեղ ինչ որ չգիտեմ ինչ ֆրանսիացի թե ինչ լրագրող եմ, բայց ռուսերեն խոսել գիտեմ Վերսալում։ Ու նենց լավ ծավալուն հարցազրույց տվեց, հետո խնդրեցին, որ եթե չտանք, բայց մենք տվեցինք այդ հարցազրույցը։ Այդ քննարկումներում Վրաստանը միշտ հայտնվում էր շահեկան դիրքում։ Այն ժամանակ Վրաստանի խորհրդարանի նախագահը Նինո Բուրջանաձեն էր, որովհետև Վրաստանը ներկայացնում էր կառուցողական առաջարկներ տարածաշրջանում համագործակցության SCN-ի, ադրբեջանցիները գալիս էին իրենց օկուպացված տարածքներ, 1 միլիոն փախստական եւ այլն, մենք բնականաբար հակադարձում էինք ու քննարկումը չփոխմբռնման հունով էր գնում, բայց այնուամենայնիվ բոլոր այն հարցերը, որ խորհրդարանական մակարդակով քննարկվում էին, հետո հայտնվում էին բանակցությունների, ինչ-որ օրակարգերում, հետո այդ հետքերը կային, այսինքն այդ համագործակցությունը, որ կար խորհրդարանների մակարդակով, իր դրական ֆունկցիան ուներ, դրական դերը ուներ, եւ Արտուր Բաղդասարյանի հրաժարականից հետո կարծես թե այդ հանդիպումները դադարեցին։ Եվ դադարեցին ոչ այնքան ֆրանսիական կամ ադրբեջանական նախաձեռնությամբ։ Ամենայն դեպս վերջին հանդիպման ժամանակ Ֆրանսիայում Ֆրանսիայի սենատի նախագահը մեզ փոխանցեց Ակբեր Ալեսկերովի նամակը, որ ինքը համաձայնել է գալ Երևան։ Այդ որ թիվն էր։ Դա Արտուր Բաղդասարյանի հրաժարականը 2006 թվականին էր, որքան հիշում եմ, 2006-ին էր։ Այսինքն արդեն համաձայնել էին նույնիսկ Երևանում Կարյակի հանդիպում անցկացնել։ Այնպես չի, որ այս շարժումները նոր են սկսել, այս ամեն ինչը նախկինում էլ եղել է։ Ուղղակի հիմա լրիվ փոխվել է իրավիճակը։ Փոխվել է ոչ միայն տարածաշրջանային իրավիճակը, այլև աշխարհաքաղաքական իրավիճակը։ Այդ դրա համար էլ ես զուգահեռներ չեմ տեսնում շատ, որտեղ Եվ ես այնուամենայնիվ ուզում եմ այդ զուգահեռը տեսնել, գիտեք ինչի մեջ։ Այն հանգամանքում, որ մենք այնուամենայնիվ կարող ենք երկխոսել, երկխոսության հնարավորություն միշտ ենք ունեցել, կարող ենք երկխոսել, պարզապես պետք է երևի գտնել այն օրակարգը, որ երկու կողմերում էլ կարող է փոխմբռնում ձևավորել։ Հարցը ես տվեցի այդ նպատակով։ Մենք նույնիսկ այն ժամանակ Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ ենք Ստրասբուրգում հանդիպել։ միջև այդ ղեկավարներն են հանդիպել, Թուրքիայի ղեկավարների հետ, Հայաստանի ղեկավարները։ Խորհրդարանական մակարդակը ես Շատ ավելի նկատի բարձր ունեմ։ մակարդակ է, երբ որ երկրի ղեկավարներն են հանդիպում։ Մինչև այդ չէին եկել դեռ, դա 2000 երևի թե 5 թե 4 թիվն էր։ Ես նկատի ունեմ հանդիպումները Հայաստանի իշխանությունների, Թուրքիայի իշխանությունների հետ պարբերաբար եղել է։ Հա իրենք չեն եկել, մերոնք են գնացել, բայց մեծ տարբերություն չկա։ Երրորդ երկրներում հանդիպումներ եղել են, այո։ Նաև Թուրքիայում։ Բացի Թուրքիան երրորդ երկրներում պատվիրակությունների մակարդակով, դե հետո ի վերջո ես երևի թե այն խոսակցությունն է, որի մեջ ոչ դուք ոչ ես չենք կարող ամբողջական ինֆորմացիա ունենալ, որովհետև այնուամենայնիվ ի հայտ է գալիս ինչ որ փաստ, որ եղել են բանակցություններ, որոնք հրապարակային չեն եղել են բանակցություններ, որոնց ընթացքում որոշակի համաձայնություններ, հետո այդ համաձայնությունները կատարվել են, չեն կատարվել, այսինքն դիվանագիտությունը գործընթաց է, որի մենք միայն տեսնում ենք երևի վերևի հատվածը, պատմական սառցալեռան երևացող մասն ենք տեսնում։ Իսկ չերևացող մասում երևի թե բուն գործընթացներն են։ Հիմա եթե հասանք սառցալեռանը, ձեր գնահատականով ես ուզում եմ երկակի հարց տալ։ Առաջին, հայ-թուրքական սահմանը Անկարան շարունակելու է անվերջ կապել այս Ադրբեջանի, Բաքվի, Ալիևի դիրքորոշման հետ, թե այնուամենայնիվ կկայանա որոշակի համաձայնություն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության հետ, չգիտեմ ելում հետ, եւ այդ սահմանը կբացվի անկախ նրանից համաձայնագիրը նախաստորագրված համաձայնագիրը ստորագրվել է թե ոչ։ Իսկ դուք ինչ կարծիք եք։ Ես ավելի շատ հակված եմ առևտրի տարբերակին, որովհետև չեմ կարծում, որ Թուրքիան իրականում այդքան կախվածություն ունի Ադրբեջանից, ամեն ինչ հասկանալի է, եւ մեծ ու փոքր եղբայր լինելը, եւ մեկ ազգ երկու պետություն, այդ հեքիաթները, քաղաքական այդ միֆերը շատ լավ հասկանալի են, շատ լավ ընկալելի են, բայց եթե դու դնում ես կոտրվածքը ներկա, տնտեսական վիճակ, քաղաքական զարգացումների հնարավորություն, այդ պարագայում ես չեմ կարծում, որ Ռաջեփ Թայիփ Էրդողանը
լսի թե ինչ է ասում իրեն Իլհամ Էյդարովիչը։ Դե գուցե, նաև Թուրքիան առևտուր է անում Ամերիկայի հետ, ոչ միայն Հայաստանի հարցով, առևտուր է անում Ամերիկայի հետ։ Եվ վերջի հանդիպումները Միացյալ Նահանգներում Էրդողանի նաև դրա մասին են։ Նա փորձել է այնտեղ Հայաստանի հետ սահմանը բացելու դիմաց ինչ-որ լրացուցիչ բաներ ստանալ։ F-35-ները նկատի Այդ ունեք։ թվում, այո, բայց իրեն հասկացել եմ, որ դա այն հարցը չի, որի դիմաց մենք Քեզ F-35 տան։ այդ Քանի դեռ S-400-ները քեզ մոտ են։ ոչ միայն S-400-ները ինքը պատրաստ է արդեն հանձնել Ուկրաինային նույնիսկ, բայց պայմանները փոխվել են Միացյալ Նահանգներում։ Ուրեմն ինչ պիտի մենք անենք այդ պարագայում, որտեղ այստեղ ձեր ասած տարբերակով գալիս է առևտրի մեջ մտնում է Հայաստանը։ Այսինքն Հայաստանն Ամերիկայի հետ ինչ որ խնդիրներ պետք է լավ, Տրամպի լեզվով ասած գործարքի գնա։ Ունենք մենք առաջարկ կամ պահանջարկ։ Մենք պետք է ընդհանրապես ավելի սերտ աշխատենք Եվրամիության հետ եւ Միացյալ Նահանգների, բայց ոչ ինչ որ գին վճարելով այդ սահմանը բացելու համար։ Որտեվ հիմա Թուրքիան այն վիճակում է, որ այսպես 5 պակաս է այդ սահմանները բացելուց, ուղղակի լրացուցիչ ինչ որ բան ուզում է փոկի։ Այդ լրացուցիչը մեր հաշվին չպետք է լինի։ Ես ուրախ չէի լինի, եթե F-35-երը ստանար դրա դիմաց, որտեվ նման կարգի զինվածությունը Թուրքիային ոչ միայն ավելի հզոր կդարձներ, բայց նաև ավելի անկախ կդարձներ իր արտաքին քաղաքական որոշումներում, ինչ շատ վտանգավոր է։ Ինքը որքան ավելի մեծ ազդեցության ծիրում լինի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության, այնքան ավելի կանխատեսելի կլինի մեզ համար եւ այնքան ավելի հավանական է մեր հարաբերությունների կարգավորումը։ Այնքան ավելի Ադրբեջանի ծիրից դուրս կգա, այսպես ասենք, որտեվ ինչքան էլ որ դուք ասում եք, որ այդ միֆոլոգիա եւ այլն, ես այդքան էլ համամիտ չեմ, Ադրբեջանը վերջին 10 տարում, 15 նույնիսկ տարում Ցյուրիխյան պրոտոկոլներից հետո ինքը լուրջ դասեր քաղեց, որ ինքը ունի ազդեցության լծակներ Թուրքիայի վրա եւ Թուրքիան կարող է Միացյալ Նահանգների Եվ մեծացրեց տնտեսական լծակների ազդեցությունը։ Եվ Թուրքիան կարող է Միացյալ Նահանգների ճնշման տակ այնպիսի որոշումներ կայացնի, որը Ադրբեջանի շահերից չի բխում, եւ սկսեց լուրջ լոբիստական կառույցներ ձևավորել։ Իսկ դրան զուգահեռ, այո, իհարկե, նաև տնտեսական, որը որ հիմքն է ցանկացած լոբիստական գործունեության, ինքը այնտեղ կապեր է ստեղծել ոչ միայն Էրդողանի կուսակցության, իշխող կուսակցության հետ, այլև ընդդիմադիր, այո, մամուլի հետ, լրատվամիջոցների հետ։ Մի լրատվամիջոց է նույնիսկ ֆինանսավորում, ըստ էության ադրբեջանական լրատվամիջոց կա բավական ազդեցիկ Թուրքիայում, եւ այդ բոլոր ռեսուրսները նաև օգտագործում է Թուրքիայի ներքաղաքական Կյանքի վրա ներգործելու, ազդելու վրա եւ այսինքն ընտրությունների ժամանակ կախվածության մեջ գցելու Այո, եւ Էրդողանը իրեն շատ շնորհակալ է, որ ինքը այդ բոլոր ռեսուրսներով այսպես խաղադրույք արեց Էրդողանի վրա եւ շահեց։ Ինքը նույնը ճիշտ է ազդեցություն չունի այդպիսի Միացյալ Նահանգներում Ալիևը, բայց այն որ ինքը հրապարակային բացահայտ միջև ընտրությունները աջակցում էր Տրամպին եւ Տրամպի կողմնակիցներ, Տրամպի ընտրության կողմնակիցներ, ինքը փորձեց եւ չգիտեմ ինչքանով հաջող վաճառել Տրամպին արդեն օգոստոսի 8-ի բանակցությունների ժամանակ, երբ Տրամպը ասաց, ես հիշում եմ, որ դուք չգիտեմ ինչ, չեմ հիշում ինչ հիշեցրեց, Ալիևը նույնիսկ այդտեղ հիշացրեց, ասաց ես նույնիսկ ձեզ աջակցում էի միջև ընտրությունները։ Այսինքն մի բան, որ կարող է Տրամպի աչքից վրիպած լիներ, ինքը հիշեցրեց։ Ես հիշում եմ ինչ հրճվանք էր Ռուսաստանում եւ Ադրբեջանում, որ Բայդենը ընտրվեց Տրամպը։ Հիմա եթե այդ հրճվանքը, այդ ինչ ասեմ, գրեթե տոնակատարությունները հաշվի առնենք, արդարացրեց իրեն Տրամպը։ Մեծ հաշվով այո։ Որտեվ Բայդենի պաշտոնավարման շարունակումը, չնայած առողջական լուրջ խնդիրներ կար, կամ հետո երբ որ փոխվեց արդեն Քամալա Հարիսի, կնշանակեր, որ ավանդական գիծը ամերիկյան establishment-ի ղեկավարության եւ պետության նաեւ մեծ հաշվով լինելու էր Ռուսաստանին օր առաջ շարքից հանելը։ Տրամպը երբ որ եկավ, ինքը եւ Ուկրաինայի նկատմամբ բոլորովին այլ քաղաքականություն։ Այո։ Տրամպը որ եկավ, ինչքան էլ ինքը էքսցենտրիկ քայլեր է անում, երբեմն նաև շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, ինչը գուցե Բայդենի օրոք հնարավոր չլիներ, որտեվ
Բայդենը հասկանալով, որ Ռուսաստանը առանց հետ է իրեն եւ Միացյալ Նահանգները ճշնամի է համարում, եւ եթե ինչ-որ օրինակ հեռահարթիրների տրամադրման հարց բացվեր կամ ինքնաթիռների, ինքը մտահոգ էր, որ դա միջուկային պատերազմի առիթ կարող է դառնալ։ Տրամպի դեպքում, քանի որ Տրամպը չի դիրքավորում իրեն որպես ճշնամի Ռուսաստանի եւ ավելի, այսպես ընկերական հարաբերություններ ունի Պուտինի հետ, բարբերաբար ինչ-որ բանի առիթով, ինչ-որ բանի վրա բարկանալով նա կարողանում է այդպես ճնշման լծակ որպես, ինչը Պուտինի համար անկալելի լեզու է, երբ որ իր ընկեր բարեկամ մրցակիցն է իրեն այդպես պահում իր հանդեպ, ոնց որ Էրդողանի դեպքում, չէ՞։ Կարողանում է բավական լուրջ սպառազինություններ մատակարարել Ուկրաինային, թեև հիմա արդեն վճարովի հիմունքներով, եթե Բայդենի օրոք 85 միլիարդի կամ տարբեր գնահատականներով նույնիսկ 100-ից ավելի միլիարդի, չնայած Տրամպը ասում է 350 абսուրդ թիվ է իհարկե, բայց այդ 100 միլիարդը լուրջ թիվ էր որպես օժանդակություն, նվիրատվություն ըստ էության Ուկրաինային։ Հիմա Տրամպը փորձում է ռևերս անել, նույնիսկ այս վերջի փաթեթում կետ կար, որ շահույթ պետք է ստանա, չէ, վերականգնում է Միացյալ Նահանգները, որը պետք է ուղղվի փոխհատուցելու այն ծախսերը ռազմական, որ ինքը նվիրատվություն է։ Մինչև իր պաշտոնական։ Այսինքն նույնիսկ դա ուզում է հետ բերի, ասենք։ Գիտեք, այստեղ շատ հետաքրքիր հարց կա։ Ինչու Ուիտկոֆի, Բլումբերգի սաղագրությունները ես նկատի ունեմ, որ կարծում եմ շատերին են հայտնի, հարկ չկա հատուկ անդրադառնալ ինչի մասին էին խոսում Ուիտկոֆը, Ուշակովը, Դմիտրիևը եւ այլն եւ այլն եւ այլն։ Արդյոք դա միջազգային պրակտիկայում ընդունված է այդպես բանակցություններին նախապատրաստել։ Արդյոք նման աշխատանք նույն Ուիտկոֆը Զելենսկու հետ վարում է։ Հարցեր են, չէ՞ առաջանում։ Ինչ են ցույց տալիս այդ արձանագրությունները խոշոր հաշվով։ Դե մի կողմից մեղադրում են Վիտկոֆին դեմոկրատները նույնիսկ պետական դավաճանության մեջ, բայց ես չէի այդքան չափազանցնի եւ Տրամպն էլ ասեց, հա, ինչ ա եղել, որ մոտապես Գուցե չէր էլ լսել։ իր արձագանքը ես չեմ բացառում, որ նույնիսկ պայմանավորված է եղել Տրամպի հետ Վիտկոֆը։ Դե բոլոր դեպքերում, եթե այս կողմը գնում է զեկուցելու Պուտինին, այն մյուս կողմն էլ պետք է գնա Տրամպին զեկուցելու։ Հա, ես նկատի ունեմ այն դետալները, որ ինքը նույնիսկ խորհուրդ է տալիս, թե ոնց պետք է մոտենալ Տրամպին, Ինչ ասել եւ եւ զանգահարել։ Ինչ գիտենք, որ դա Տրամպի հետ համաձայնեցված չի, այլ ինքնագլուխ է արել։ Այդ մեկ, երկրորդը կարևոր էր, որ Տրամպը ընդունեց, որ այդ փաթեթը մշակել են ռուսները։ Եթե սկզբից դա ներկայացվում էր որպես Միացյալ Նահանգների միջնորդական առաքելություն, փաթեթ, առաջարկ, հիմա ընդունեցին, ասեն, չէ, դա ռուսների առաջարկներն է, հիմա էլ մենք սպասում ենք ուկրաինացիների առաջարկները։ Այդ պարագայում որտեղ է Ռուբիոն։ Մարկո Ռուբիո։ Անդադ հանդիպումներ են ունենում ուկրաինացիների հետ, Ումերովի հետ։ Հիմա նաև հույս կար, որ Զելենսկին պետք է մեկնի Միացյալ Նահանգներ, էլի կարողացան կանխել ռուսները։ Գիտեք, այդ ձգձգելը, այս կողմ են կողմ տանելը եւ այլն, դա ժամանակի կորուստ է Ռուսաստանի համար։ Եվ ես միշտ շատ ժամանակ։ Որտեղ ոնց ուզում եք վերցրեք, Ռուսաստանին պատերազմի դադարեցում պետք չի։ Ռուսաստանի նպատակը ամենևին պատերազմը դադարեցնելը չի։ Ես ձեր հետ համաձայն չեմ։ Ոսկանչելի է։ Ռուսաստանը այն վիճակում չի, որ շարունակի պատերազմը։ Այո, մեծ հաշվով իրեն ձեռ կտար, դանդաղ, ինչ-որ թույլ, քիչ ծախսերով։ Բայց Ռուսաստանը ինչի համար հարձակվեց Ուկրաինայի վրա, իր նպատակներին չի հասել։ Չի հասել, բայց չի կարող հասնի։ Ինքը հասկանում է, որ չի կարող հասնել։ Հասկանում է արդյոք։ Թե փորձում է ընդունել այն տեսքը, որ ինքը հաղթել է։ Ինքը հաղթող է այս պատերազմում, հաղթողը ինքն է։ Ինքը ուզում է ֆիքսի այս դրությունը, ինչ որ հիմա կա, եւ պատրաստ էր նույնիսկ օրինակ, որ իր այդ գումարներից առեցված 100 միլիարդը գնար Ուկրաինային, որ այդ տարածքները ոչ թե դե յուրե իր վերահսկողության տակ ճանաչվել, այլ դե ֆակտո, ինչը նշանակում է, որ հետագայում էլի խնդիրը վերադարձնելու խնդիր քննարկվելու էր եւ ամենակարևորը ինքը համաձայն էր, որ սանկցիաները չհանվեն իր վրայից։ Այսինքն այդ բոլորը ցույց է տալիս, որ ինքն էլ է իր տեղը արդեն հասկանում, բայց գոնե մի բան ուզում է ֆիքսի, որ պատերազմի ավարտը դեմքը փրկելով կարողանա անի, բայց որ պատերազմը ուզում է ավարտել տնտեսական զուտ տնտեսական նկատառումներով միանգամայն ես այդ համաձայն եմ, զուտ տնտեսական նկատառումներով, որովհետև միայն ռուբլու անկումը
տնտեսության բյուջեի կառուցվածքի փոփոխությունները, ռազմարտունաբերության հատկացված եւ մյուս բոլորին համարյա թե հատկացված համամասնությունները, տնտեսության մյուս ճյուղերի նկատի ունեմ, հատկացված համամասնությունները շատ խոսում են։ Եվ վերջո երեք, չգիտեմ, ձեր ուշադրությունը դա գրավել է թե չէ, լրահոսում աչքովս ընկավ, որ Պուտինը հաստատել է մինչև 2036-ի ռազմավարությունը, եւ եթե ուշադրություն դարձնում եք, փափուկ ուժի վրա է արդեն դնում։ Մեր ռուսերենի ավանդական, ռուսական կենտրոնների, ռուսերենի ավանդական այդ մշակույթի, չգիտեմ, դպրոցների, ուսանողների փոխանակում եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն այն կոշտ ուժը, որով Ռուսաստանը սովորաբար երբ չեն գործում արդեն իր տնտեսական պատժամիջոցները, երբ արդեն վերացել է, գրեթե վերացել է էներգակիրներով քաղաքական ազդեցության սպառնալիքը անցնում է փափուկ ուժին։ Դա եւս որոշակի տնտեսության ցուցանիշ է։ Տեսավ ինչ աղետ եկավ Ռուսաստանի գլխին, կոշտ ուժի կիրառումը։ Դա իրոք բառից բուն իմաստով աղետ էր։ Սկսենք Սիրիայից։ Ոչ միայն։ Եթե ավելի հետ գնանք Աֆղանստան, Ռուսաստանը միանշանակ հեռացավ Հարավսլավիայից, սկիզբ դառնալով տարբեր, եթե հիմա այդ մասին խոսենք, երևի մեր հաղորդումը չի երիքի։ Շատ այս դեպքում շատ հեռու չի ուզում գնալ, չի ուզենա գնալ, նկատի ունեմ 22 թվականի իր կողմից կոշտ ուժի կիրառումը։ Եթե միջև այդ ինքը ուներ կես տրիլիոնանոց ուրեմն ռեզերվներ, ոսկե արժութային պաշարներ, եթե միջև այդ ուներ բաց սահմաններ աշխարհի հետ եւ առևտուր շատ շահավետ առևտուր, նավթի բարձր գներ եւ հսկայական եկամուտներ Ամբողջ նավթային, Եվրոպային գազեր վաճառում։ այո, կախվածություն եվրոպական երկրների իրենից եւ ոչ միայն եվրոպական երկրների իր հարևանների մեծ կախվածություն իրենից, ինքը այդ ամեն ինչը տանուլ տվեց։ Կորցրեց։ Տանուլ տվեց նաև 1.5 միլիոն բարձր որակավորման կադրեր, որոնք արտագաղթեցին Ռուսաստանից։ Հազարավոր, ուրեմն միլիոնավոր, ես նույնիսկ կասեի, եթե վիրավորներն էլ հետը վերցնենք, կորուստներ, հա, շարքից դուրս եկած աշխատունակ տարիքի բնակչություն, տղամարդիկ։ Եվ նման պայմաններում, եթե հաշվենք զուտ փողի վերացենք, այս բոլոր ծախսերը, որ արել է պատերազմի վրա, դրա 10%-ը աներ փափուկ ուժի, ձեր ասած փափուկ ուժի վրա Ուկրաինայի վրա ազդելու, ինքը Ուկրաինան իրենով կաներ միանշանակ։ Ոչ թե 5 միլիարդ ընդամենը ծախսեն իրենց իր FSB-ի գեներալներին տար, ասեր, նրանք էլ ասեն գային զեկուցեն, ասեն վերջ, լավ ծախսել ենք, Ուկրաինան մերն է, մնում է մեր տանկ ուղարկենք, հա, փուչիկներով կդիմավորի բնակչությունը։ Այդ կոռուպցիայի հետևանքներն է, որ ոչ մեկին հավատալ չի կարելի, ում որ փող ես տալիս, տալուց էլ տասնապատիկ ավել պետք է տաս, որ գոնե ինչ որ արդյունքի հասնի։ Գուցե դա այև բռնապետության հետևանքն է, որովհետև ով կգա ու ցարին կասի դու սխալ ես։ Քո հաշվարկներում դու սխալ ես։ Բռնապետությունները երբեք էֆեկտիվ չեն Եվ դա անվտանգ կլինի։ Երբեք էֆեկտիվ չեն եղել, Ալիևին միայն հաջողվեց դիկտատուրան իր մոնետիզացնել եւ այսպես նյութականացնել հաղթանակի ձևով, բայց դա էլ հարատև չի։ Ինչ է ունենալու նա իր տնտեսության մեջ, իր պետականության մեջ մոտակա 5-10 տարիներին։ Այսօր արդեն Ամենից անցած 5 տարիներում ունեցել է հաղթանակած բանակում ինքնասպանությունների շարաններ սպաների, ունեցել է տնտեսության որևէ առաջընթաց չգրանցած սոցիալական վիճակ չփոխած եւ մարդկանց դժգոհությունը հարուցած կարգավիճակ։ Իբրև նախագահ։ Միակ առաջընթացը եղել է շարունակական զինումը եւ այդ ռետորաբանությունը հաղթանակած բանակի եւ այլն։ Կովկասի Նապոլեոն։ Հա, բայց վերջը երբ որ նավթի գները նաև իրեն են հարվածում, նավթի գների անկումը նաև Ադրբեջանին է հարվածում եւ այսօր իրենց շատ փորձագետներ արդեն մտահոգ են, որ Հայաստանը այս մրցակցության մեջ հաղթելու է տեխնոլոգիապես, մանավանդ այս վերջի զարգացումները Միացյալ Նահանգների։ Այս դա է ուզում հարցնել, տեսեք, շատ սահուն մենք այսօր լավ ցնցումներ ենք անում աշխարհակաղակական իմաստով, թեմայից թեմա ցատկելով, բայց տեսեք, այս տրիպը, որի համաձայնությունը օգոստոսի 8-ին տվել է թե Ալիևը, թե Նիկոլ Փաշինյանը, ներկա եղել եւ ստորագրությամբ հավերացրել է իբրև ներկա Դոնալդ Տրամպը։ Այստեղ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը
Ոնց նայում եք տարածաշրջանում բոլորը այս նախագծից կարող են շահած դուրս գալ, եթե վարեն ամենայն դեպս adekvat քաղաքականություն։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը տնտեսական զարգացումից, այդ գումարներից, ենթակառուցվածքներից, այսքան այն ամեն ինչից, ինչ վերաբերում է տնտեսությանը, դրանից զատ թերևս ստանում է ամենագլխավոր խաղաքարտը՝ անվտանգություն։ Որովհետև այդ ամեն ինչը եթե համադրում ես այս բոլոր երկրների շահերը, այս բոլոր երկրների տնտեսություններում փոփոխությունների հնարավորությունը, որևէ մեկին այլևս Վրաստանին էլ հաշվենք, որևէ մեկին այլևս ձեռնտու չի պատերազմ սկսել։ Այսինքն փոխվում է փոխհարաբերությունների մակարդակը, հարթությունը, որակը։ Ինչու մեր երկրում մեր հայրենի ընդդիմությունը, ես նրանց սովորաբար անվանում եմ Կրեմլի վկաներ, ինչու դա չեն հասկանում եւ շարունակում են առիթով, անառիթ, շարունակում են ահաբեկել, որ սա ընդհանրապես ոչինչ չի նշանակում, սա չի էլ սկսվելու, սա չի էլ իրականացվելու, սա վտանգ է, եթե իրականացվի։ Դե գիտեք, շատ ավելի լավ էր Եռակողմ հայտարարության նոյեմբերի 9-րդ կետը, քան է ստրիպը, որովհետև այստեղ մենք կորցնում ենք մեր անկախությունը։ Աբսուրդ։ Բայց այս աբսուրդը շարունակում են տիրաժավորել եւ ունկնդիրներ են գտնում։ Այդ դա ինձ համար բացարձակապես նոնսենս լինելուց զատ անհասկանալի է, որովհետև ես գուցե սխալվում եմ, գուցե միամիտ եմ, բայց ապավինում եմ մտածող մարդկանց ունակություններին։ Ուր են այդ մտածող մարդիկ։ Ինչի՞ց եք վստահ, որ չեն հասկանում։ Ես կարծում եմ լավ էլ հասկանում են, ուղղակի նպատակն է այլ։ Նպատակը ամեն ինչ սևացնելն է, նեգատիվի մեջ ցույց տալն է, որպեսզի կարողանան Իրենց պարագայում հրահանգ կա, բայց իրենց հետևորդների առումով։ Դե հետևորդների մեջ շատերը դժգոհ են իշխանություններից եւ այդ դժգոհությունը իրենց թույլ չի տալիս օբյեկտիվ գնահատել իրականությունը։ Մարդը եթե ինչ-որ մեկին չի սիրում, այլ շատ չի խորանում այդ իր չսիրո օբյեկտը, լավ գործեր է անում, վատ գործեր է անում, արդյունավետ է աշխատում, չեմ սիրում, ուրեմն ինքը վատն է, ուրեմն ինչ որ ինքը անում է վատ է։ Նույնիսկ կարող է շատ օգտակար իմ համար բան անի, բայց քանի որ ինքը վատն է, ուրեմն վատ բան է անում։ Այդ բարձ մարդկային տրամաբանությունն է, որը մանիպուլացվում է շատ հաճախ եւ շատ տխուր է դա իհարկե, որ նաեւ գրագիտության, քաղաքական գրագիտության, իրավական գրագիտության հարցեր կա, որ տրամաբանական շղթաները լավ չեն գործում շատ մարդկանց ուղեղում։ Դե հիմա չես մեղադրի, մենք մեր ջանքերը գործադրել ենք, որպեսզի շատերին բացատրենք, ներկայացնենք, ինչ որ իմաստով կրթենք, հա, այդ լուսավորչական աշխատանքը, որ տարբեր փորձագետներ, հասարակական գործիչներ անում են եթերով, պետք չի դրագնահատել։ Դրա շնորհիվ է, որ մեր հասարակության մեծամասնությունը այսօր շատ լավ քաղաքականությունից հասկանում է, շատ դեպքերում նույնիսկ շատ հետաքրքիր գաղափարներ է ասում, որ ես էլ օրինակ իմ համար էլ նորություն է, ես էլ եմ սովորում, ես էլ եմ օգտվում։ Այնպես որ փոխադարձ այսպես լավ կրթվելու process է տեղի ունեցել, բայց այդ process-ից զգալի մասը անմասն է մեր հասարակության, որը որ ավելի շատ լսել է միշտ այդ նեգատիվը, այդ նստած է եղել այդ հարթակներում, պսևդոընդդիմության, ռոբասերժական այդ վճարված լավ վարձատրված պսևդոլրատվամիջոցների, որոնք քարոզչամիջոցներ են ավելի շատ։ Չեմ ասում, այս կողմում չկա քարոզչամիջոցներ, քաղաքական ղեկավարությունն էլ, իշխանությունն էլ իր քարոզչամիջոցներ ունի, հա, այս անվանում են պատի թերթեր։ Հա, այնտեղ էլ կան, բայց ամենայն դեպս որակը, երբ որ նայում ես տեղեկատվության, սար ու զորի տարբերություն է։ Դրա համար ես հիմնականում ապավինում եմ նախ եւ առաջ անկախ մեդիաներին, որոնք էլի բարեբախտաբար կան եւ որոնց հետևից հիմա որս է սկսվել, որ գայթակղեն, առնեն, եթե ոչ ամբողջությամբ գոնե ինչ որ բաներ սահմանափակեն, ինչ որ մարդկանց նախամուտքը այդ մեդիաներ սահմանափակեն, մեծ փողեր է հիմա շրջանառվում այդ նպատակներին հասնելու։ Միլիարդատերեր են հայտնվել ասպարեզում։ Դե այո, պատկերացնում եք, ընդամենը $1 միլիոն որ հատկացնեն, քանի մեդիա կարող են գայթակղել, որոնք որ մեդիաները հիմա շատերը
հույս ունեն դրամաշնորհների, ստեղից ընդեղից ինչ որ գումարներ ճարելու, որ պահեն իրենց մեդիաները պահեն եւ հանգարց առաջարկ։ Օրինակ 5 հոգու ազգանուն ենք տալիս ձեզ, այս 5 հոգին ձեր մոտ այն որ 2-3 շաբաթը մեկ են լնում, 2-3 ամիսը մեկ պետք է լինեն, չենք ասում չլինեն։ 2-3 ամիսը մեկ թող լինեն, բայց դրա դիմաց մենք ձեզ տալիս ենք $100,000։ Պատկերացնում եք ինչ գայթակղիչ առաջարկ է։ Եվ արդեն կան այդպիսի առաջարկներ, ես հավաստիացնում եմ, եւ շատ շուտով կտեսնենք, որ լրատվամիջոցներից կպակասեն որոշ մեր փորձագետների ձայնը խոսքը, այդ թվում մեր, եւ դրանից շատ բաներ բարձ կլինի։ Մեր ամբիոնը մենք միշտ ունենք։ Այո, բայց նոր ձևավորվող ամբիոնները լսարանի սակավության խնդիր ունեն, հասանելիության, հա։ Իսկ կայացած լրատվամիջոցներին ես միայն ուժ ու կորով եմ մաղթում եւ պինդ լինել միջև վերջ իրենց անկախությունը չզիջել ոչ մի գրամ։ Գիտեք, լրագրության մեջ կա ստորագրության պատիվ հասկացությունը։ Հա։ Մեդիայում էլ թերևս կա այդ հասկացությունը, ուղղակի այդտեղ Դե ով որ այդ պատիվը գումարի դիմաց կվաճառի, ստորագրությունը վատ իր պահում ենք, համար։ դարձնում ենք ինքնության պատիվ, Ամոթ նրանց, ովքեր որ կգայթակղվեն եւ այդ գումարի դիմաց նման կարգի բաներ, գործարքների կգնան։ Լավ, այնուամենայնիվ ես ուզում եմ մենք անպայման անդրադառնանք նաեւ մեկ այլ խնդրի։ Տեսեք, մեր ձևովը հայտնվեց իր ձևով եւ փորձեց սկսել իբրև շարժում։ Խոշոր հաշվով իբրև շարժում սկսվել էր նաեւ հայոց համազգային շարժումը, որ հետո վերածվեց կուսակցության ու մեղմ ասած վերացավ։ Ինչ ճակատագիր կարող է ունենալ 2026-ի կտրվածքով, եթե նայենք, հենց այդ մեր ձևով դեռ անհասկանալի շարժումը, որը ինքը իրեն հռչակում է ժողովրդական, բայց ես այնտեղ ժողովրդական դիտողին արժանանալու որևէ հենք չեմ տեսնում, գուցե դա իմ սուբյեկտիվ Դե կարծիքն է։ պարզվում է ժողովրդից լավ թալանել են այդ հոսանքները յուրացնելով եւ ժողովրդի վրա բաշխելով, սակագները բարձրացնելով, Այդ առումով համաձայն եմ ժողովրդականին։ Այդ առումով Սերժնել է ժողովրդական, լավ թալանել է ժողովրդին։ Դա Ռոբերտ Քոչարյանն ասում է ժողովուրդը իմ կուսակցությունն է։ Չեմպիոն էր այդ առումով, այո։ Այդ առումով միանգամայն ճիշտ եք։ Ու այնուամենայնիվ պետք է որ այդ շարժումը իբրև կուսակցություն գրանցվի։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամենայն դեպս այդ շարժման կապիտալը բացարձակապես հայկական ծագում չունի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ դա անհավասար պայմանների մեջ է դնում մյուս կուսակցություններին։ Այստեղ օրենսդրական կազուս չկա։ Հիշենք նաև Մոլդովայի օրինակը։ Մոլդովայի օրինակը ցույց է տալիս, որ կա երկու փուլանի արգելափակումների հնարավորություն։ Ձեր ասածը առաջի փուլն է այն կուսակցությունների համար, որոնք չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին եւ այո, չպետք է գրանցվեն։ Հիմա թող արդեն համապատասխան մարմինները որոշեն։ Ես հիմա նստած տեղս շատ sense թեական գնահատական կարող եմ տալ։ Դե ի վերջո մենք իրավապահ այդ մարմին չենք, այո։ Մենք կարող ենք գնահատական տալ հաշվի առնելով այն ինֆորմացիան, որ այս պահին կա, բայց դա պետք է ուսումնասիրվի, ապացուցվի եւ գրանցվի կամ չգրանցվի։ Բայց նույնիսկ եթե գրանցվի, հաջորդ փուլը թույլ տալ մասնակցել, գրանցել հայտը ընտրություններին մասնակցել, թե ոչ, ԿՀ-ի կողմից։ Էդ էլ Մոլդովայում շատ լավ օգտագործեցին օրենքի տառին համապատասխան եւ օրինակ կուսակցություններ կային, որոնք որ լիովին անթափանցիկ ֆինանսավորում ունեին եւ լուրջ հիմքեր կային պնդելու, որ Ռուսաստանից է նրանց ֆինանսավորումը, իսկ մեր օրենքներով էլ է արգելված օտարերկրյա ֆինանսավորմամբ ներքաղաքական գործընթացներին մասնակցելը։ Եվ իրենց թույլ չտրվեց մասնակցել ընտրություններին եւ ոչ մի միջազգային իրավապաշտպան կազմակերպություն չասեց Մոլդովային, թե դուք ինչ որ ժողովրդավարական նորմերի խախտում եք արել։ Եվ վերջացավ գնաց եւ կարողացան այդ գողիաթին հաղթել Կրեմլի Իլան Շորի տեսքով։ Այո, ոչ միայն Շորն, այնտեղ մի քանի մանրամուններ էլ կային, որոնք էլի կարող են վնաս տալ իրենց 5-10%-ը փախցնելով։ Կա նաև մեկ այլ հանգամանք կուսակցությունների սովորաբար գրանցված, բայց կենթանության շունչ ցույց չտվող կուսակցությունների կնիքներն են հանկարծ սկսում բարձր գին ստանալ ընտրություններից առաջ։ Մենք բազում նախադեպեր ունեցել ենք։ Չկա 2026-ին
հերթական անգամ նման գնելու կամ չգիտեմ վարձակալելու տարբերակը։ Իհարկե կա եւ եթե չեն գրանցում մեր ձևով Ես կուսակցություն, հենց դա նկատի ունեի։ իրենց ձևով գնում են սկսում են գնել Այո, կուսակցություններ այո։ եւ դաշինք են գրանցում, մի քանի կուսակցության դաշինք, էլի մեր ձևով։ Հիմա արդեն ԿՀ-ն պետքա որոշի դաշինքը գրանցել թե չգրանցել։ Էլի պետք է ամեն ինչ օրենքի տառին համապատասխան լինի եւ ես կարծում եմ, եթե իրավապահմանները լավ աշխատեն, նաեւ խաղաղասարակությունը, օրինակ անցած տարի ես մեր կազմակերպությունով էի դիմել կենտրոնական բանկին տրամադրելու տվյալներ շարժի, ֆինանսական շարժերի այդ ամիսների հայտնի այդ ճակերտավոր սրբազան շարժման օրերին, ամիսներին ինչ շարժը ֆինանսական եղել Հայաստան դեպի Հայաստան։ Ես գիտեի, որ ռուբլիներ է գալիս, ռուբլիներ են բաժանում, մանրում, չենջերում եւ այլն, դրա մասին գրել էի, որի արդյունքում իմ վրա հարձակում եղավ տեղեկատվական տարբեր ռուսական պրոքսիների Եվ ձեզ դատը չտվեց։ չէ, ոչ մեկ դատի չտվեց, Ձեր բախտը բերել է։ բայց ես Մեր ասացի, կուսակցության օրինակ անդադ դատի են տալիս։ չէ, ինձ դատի տվել են, բայց ոչ այդ առիթով։ Ինձ դատի տվել է Ռոմանոս Պետրոսյանը իր չարաշահումները ջրերես անելու համար։ Ինձ դատի տվել է մի շինարարական կազմակերպություն, որը որ ուրեմն որի մասին Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ հիշում եք հայտնի այդ բռնիչը բանի ցնցուղի Այո, դպրոցում որ դպրոցի։ ասաց այսքանի ինչքանով եք գնել եւ այլն, հետո հետքներ կարծեմ ուսումնասիրել, պարզել էր որ 80,000 դրամ են նստացրել պետության վրա, որտեղ պետությունն է վճարել այդ ամեն ինչի համար, այդ շինարարական կազմակերպությունը հաշվել է 80,000, երբ որ շուկայում 1000-2000 դրամ է եղել, դա ու ես էլ ընդհանուր ասել եմ, որ նման բան անողը ուղղակի ջեբկիրություն է արել, դա գողություն է սովորական։ Ոչ այդ շինարարական կազմակերպության անունն եմ իմացել, հա, որպես երևույթ եմ ասել։ Եվ շինարարական կազմակերպությունը Ինձ դատի ա տվել, որ իր բարի համբավին վնասել եմ։ Իհարկե պարտվեց, դատարանում պարտվեց, հիմա բողոքարկել է, վստահ եմ այլ ատյաններում էլ կպարտվի, բայց տարօրինակ է, ինձ թվում է ուղղակի փաստաբանները իրեն համոզել են, որ արի դատի տանք, ձեռի հետ էլ փող է աշխատել էլի այդ փաստաբանական գրասենյակը, իմանալով գլխանց իմանալով որ պարտվել են։ փաստաբանները հիմա երևի ամենաշահած կարգավիճակում են։ Հատկապես Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի փաստաբանները այդ ամբողջ հարստությունը այդ Ռոբերտ Քոչարյանը անցնում է փաստաբաններին։ Կամաց տեղափոխվում։ Ես խնդիր չունեմ, փաստաբանությունը թող զարգանա, թող հարստանա, ասենք։ Միայն կողմ եմ, հա։ Հիմա ինչ վերաբերում է դատական process-ներին եւ իմ տված հարցմանը։ Ուրեմն այդ հարցումը եղավ շատ հետարքիր, որի արդյունքում կենտրոնական բանկը ինձ տվեց հետարքիր շատ տվյալներ, որից պարզ դարձավ, որ մի քանի 600 միլիոն դոլարի կարգի ավել գումար է մուտք գործել 600 միլիոն դոլարին համարժեք, այդ թվում ռուբլի Հայաստանի Հանրապետություն այդ շրջանում ավել քան նախորդ շրջանում, ավել քան դրան հաջորդող շրջանում եւ ավել քան նախորդ տարի։ Այսինքն բոլոր չափանիշներով ինքը ինչ որ հանկարծ այդ շարժման ընթացքում ինչ որ բանկային խողովակներով հսկայական գումար, թե ինչքան է կանխիկ մուտք գործել, այդ ընդհանրապես հաշվարկի ենթակա չի, հնարավոր չի պարզել գրպաններում դրած ինչքան են ուղարկել։ Բարակայում սրբազան սակրալ շարժումը ինչի սրբազան պարտություն գրեց։ Դե ֆակտը նշանակում է, որ ռուբլին կամ ընդհանրապես դրամը չի ազդում մեր Ուրեմն ասեմ, այդ քաղաքականության վրա։ չի նշանակում, որ այդ ամբողջ 600 միլիոնը հենց իրենք վերցե ծախսել են, հա, այդտեղ տարբեր գործոններ հաշվարկելու խնդիր կար եւ մենք խնդրեցինք մեր գոլեգային վիճակագիր Նարեկ Վերանյանին, որ Միացյալ Նահանգներում է, ինքը մի հատ փայլուն վերլուծություն արեց դրա հիման վրա, ինքը հենց մասնագիտությամբ վիճակագիր է եւ նաեւ ֆինանսական հարցերում լավ գաղափար ունի եւ այդ զեկույցը մենք հրապարակեցինք, ես իմեջում հենց Facebook-յան դրել եմ եւ այդտեղից դուրս է գալիս, որ նույնիսկ եթե այն գործոնները, որոնք օբյեկտիվ ինչ որ հանգամանքներ կային եւ այլն դուրս անենք, առնվազն 100-200 միլիոն դոլարի գումար կարող է այդտեղ ուրեմն շրջանառվել այդ քաղաքական գործընթացների վրա, բայց ձեր հետ համամիտ եմ, որ այդ ազդեցությունը փաստորեն այդ գումարները չեն ունեցել, այսինքն հասարակությունը բավականին հասուն էր, որպեսզի այդ իմունիտետ ունի։ Կեղծ նարատիվները, որը որ տարածվում էր այդ փողերի շնորհիվ, իսկ վճարվում էին տարբեր պսևդո հասարակական քաղաքական գործիչներ, որոնք ինչ որ ինտերվյուներ էին տալիս, մամուլի ասուլիսներ էին տալիս, վստահ եմ այդ ամեն մի ասուլիսը իրենց մոսկովյան պատրոնների վրա մի 5-10 հազար դոլար հաշվել են։
մենք ենք որ անվճար հարցազրույցներ հասցրել ենք տաստիկին ադամյան ասենք ուրիշները այդ փողի բանը լավ գիտեն էլի ոնց Փոխարենը մեզ ոչ ոք ոչինչ չի կարող երբևէ այո ասել։ իհարկե չէ ուզում ասեմ բայց հասարակությունը այնքան էր արդեն գիտակից որ բավարար էր որ նաև մեր պես մարդիկ բացատրեին ինչ է կատարվում եւ նույնիսկ այն մարդականակները որ հավաքում էին այդ թվում կաշառքներ բաժանելով որի վերաբերյալ եւս եղավ քրեական գործեր հարուցվեցին օրինակ Կիրանցում ոնց էին Վանաձորից Լոռիից հավաքագրում մարդկանց տանում Կիրանցում միտինգներին մասնակցելու եւ այլն բայց էլ էր այդ փողերով ծախ բայց որտեղից այդ փողերը ուզում ասեմ այդ ամբողջը այո չազդեց որտեվ իրենց փաստարկներն էին թույլ իսկ այն ինչ որ արվում էր օբյեկտիվ էր եւ Հայաստանի շահերին համապատասխանող իշխանությունների կողմից արվողը օրինակ այդ փոխանակումները Կիրանցի եւ այդ սահմանազատման գործընթացը եւ այլն որտեվ ինչքան սուտ տարածեցին Կիրանցը հանձնեցին հայկական գյուղերը հանձնեցին հետո տանում ցույց են տալիս այս Կիրանցը իր տեղում է այս եկեղեցին ոչ միտեղ հանձնած չի հանձնածը այն ինչ որ բուֆերային գոտում չերել օգտագործվում եւ ադրբեջանական գյուղերը եղել միջև սովետական միության փլուզումը Ադրբեջանի տարածքում եղել բացի նրանց ադրբեջանական, հենց իրենց տարածքում է եղել եւ այդ պատերազմի արդյունքում, հա, մեր վերահսկողության տակ է հայտնվել։ Հիմա էտա, հիմա եթե մենք ուզում ենք, որ փոխադարձաբար դելիմիտացիա արվի, միտեղից պետք է սկսվեր եւ Ադրբեջանն էր պահանջը բնականաբար իրենց համար ամենահարմար տեղից սկսվեր, բայց մեզ համար էլ լավ էր, որ իրենք ստորագրեցին սկզբունքները, որի շուրջ մնացած տեղերում էլ պետք է եւ ավերացվեց խորհրդարանը եւ ավերացվեց, վերջացավ։ Արդեն դա օրենք է։ Դա օրենք է եւ դրանից չեն կարող շեղվել, չեն կարող ոչ այդ որ ասում են Զանգեզուր, չգիտեմ Սևան, իրենց Գյոչա եւ այլն, այդ ամեն ինչը բլա է, որովհետեւ իրենք են ընդունել, ստորագրել, որ այդ սկզբունքներով պետք է սահմանազատումը լինի։ Ճիշտ, ինչպես տրիպի մասին համաձայնվել։ Այո, նույնը տրիպի, ինչքան ուզում են ասեն, միջանցք հանձնեցին, բոլորն գիտեն, որ ոչ մի միջանցք չեն հանձնել։ Գոյություն չունի, որ հանձնեն։ Հա, ուղղակի ֆանտաստիկ էր, երեք Ժիրալի Պարիսյանն է նույնը ասում, որ ոչ մի միջանցք էլ տեղ չեմ տեսնում, որ հանձնած լինեն, այն դեպքում եւ հարցնում էր այն հաղորդավարը, բա հակի դիրքորոշումը չուզեցավ մեկնաբանել, ասաց, որ չեմ ընդունում, ինչ որ բացական բան ասաց, բայց ասաց շատ չեմ ուզում խորանամ, բայց ակնհայտ է, որ նույն հակը պետք է ընդունի, որ չկա այնտեղ ոչ մի միջանցք։ Մեկ, երկրորդը, այն որ այսօր Նիկոլ Փաշինյանը փաստացի անում են նույնը, ինչ որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն էր անում, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման փորձ։ Սկզբունքային տարբերություն կա։ Դա արդեն Լևոն Տեր-Պետրոսյանը չի։ Իսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չի, ուրեմն սխալ է։ Հենց այդ ինչ որ ամենասկզբում ասացի։ Այսինքն կան ինչ որ դժգոհ մարդիկ, որոնք որ ինչա թե Նիկոլ Փաշինյանն է ինչ որ բան անում, ուրեմն ամեն ինչ որ անում է ասում։ Եթե լիներ Լևոն Տեր-Պետրոսյանը, դա կլիներ լրջանալու պահը, եւ դա կլիներ լավագույն լուծումը բոլոր դեպքերում։ Ամեն դեպքում այնպես չի որ ինչ որ իշխանությունները անում են, ճիշտ են անում, բայց քանի որ այս մարդկանց քննադատությունը օբյեկտիվ չի, դրա համար ժողովուրդն էլ այս մարդկանց չի վստահում, չի լսում, ձայն էլ չի տալիս, ու հետո զարմանում են թե ինչի մեզ ձայն չտվեցին։ Ու հետո իրանց ձայն չտվեցին, ասում են լավ, մեզ ձայն չտվեցին, եկեք տերտերներին առաջ բրթենք։ Հետո տեսան տերտերների հարցն էլ չի առաջ տանում ինչ որ միլիարդատեր ոչ թե բերենք, այլ ուղարկեցին, ով որ պետք է, ով որ իրենց ուղղորդում էր նաև եկեղեցուն ներքաշել այս գործընթացների մեջ, հետո տեսավ չի ստացվում միլիարդատերներին ուղարկեց վպադմոգու, հա, իրենց լեզվով ասած։ Նույն ձեռագիրը Վրաստանում, նույն ձեռագիրը Մոլդովայում, նույն ձեռագիրը նաև Բուլղարիայում։ Իդեպ շատ հետաքրքիր է, ուրեմն Մոլդովան եւ Ռումինիան այսպեսի խոցելի վիճակում էին, նաև որովհետեւ այնտեղ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին մեծ ազդեցություն, գիտեք, Ռումինիան էլ, Մոլդովան էլ ուղղափառ իրենք հավատ ունեն։ Եվ Ուկրաինայում կիսեցին եկեղեցին։ Եվ դա շատ լուրջ օգտագործեցին իրանք եւ հիմա Հայաստանն էլ են իրենք դիտարկում որպես ուղղափառ եկեղեցու ազդեցության տակ գտնվող գոտի, պատահական չի, Եզրասին Պուտինը բան է տալիս, շքանշան է տալիս, ասում է, հա, մեր պրավասլավնի եկեղեցու բանը ներկայացրի, ասենք։ Ես կարծում եմ, որ այդ շարժումները բոլորը նույն կարծրատիպի վրա են հիմնված, բայց գիրենք ինչ լինի, ով ուզում է լինի, ժամանակը չի հասկանալու, որ այդ կարծրատիպերը չեն աշխատում։ Կարող է լինել փոքրիկ, պատերազմ տանուլ տված, բայց ոտքի կանգնած, ժողովուրդ, երկիր, պետություն, որը չի տեղավորվում այդ պրոկրուստյան չափանիշներում ու չի հանձնվում։ Չի հանձնվում, պարզապես չի հանձնվում։ Անկախությունն ինքնիշխանությունը համարում է գերակա արժեք
ու գնում է իր ճանապարհով։ Ինչ բարդ է դա հասկանալ։ Ուղղակի պետք է այդ բոլոր պրոքսիներին, շուշափուկներին Կրեմլի այստեղից վտարել, քաղաքական իմաստով նկատի ունեմ, ազդեցությունները, շուշափուկները կտրել եւ նաեւ պետք է Ռուսաստանում էլ հասկանան, որ Հայաստանը, քանի որ արդեն ինքնիշխան երկիր է, իր պետական ինստիտուտները ծառայում են իր ժողովրդին։ Եվ երբ որ նաեւ եկեղեցուն փորձ արվեց օգտագործել ռուսական շահեր առաջ մղելու համար եւ Հայաստանի պետականության դեմ, մեր ինստիտուտները սկսեցին գործել եւ ՖՍԲ-ի հետ հակամարտության մեջ մեր պետական ինստիտուտները հիմա անուններ չտամ, դա մեկը չէ, երկուսը չէ, մի քանի ինստիտուտներ համագործակցաբար կարողացան հաղթել։ Եվ այդ հաղթանակի գրավականն է նաեւ երեկվա թե այսօրվա արդեն այդ եպիսկոպոսների ուրեմն հայտարարությունը, որով ըստ էության փաստացի Գարեգին Բեին կամ ավելի ճիշտ կտրիչին անվստահություն են հայտնում, այսինքն իրենց կողմից դեռ Գարեգինն է նշվում, մենք ասում ենք կտրիչ։ Ձեր գնահատականով մինչև տարեվերջ այս իրավիճակը հանգուցալուծում կունենա։ Պետք է որ նոր տարին Հայաստանին շնորհավորի շատ ավելի մեծ վստահություն ունեցող հավատացյալների շրջանում նոր կաթողիկոս։ Դա տեխնիկապես էլ հնարավոր չի լինի, Ինչի՞ որ։ որովհետև Գերագույն հոգևոր ժողով պետք է լինի, Դե Գեորգին հոգևոր ժողովը տեխնացուներ պետք է մի լինեն, ամիս չի տևում։ նախապատրաստել է ամենայն Դե դեպս։ թող արագ նախապատրաստեն, ես չգիտեմ։ Թող նենց անեն, մենք նոր տարում ունենանք նոր կաթողիկոս։ Եթե չէ, գոնե միջև ընտրությունները այդ հարցը փակվի, որովհետև շատ վտանգավոր կլինի, եթե եկեղեցին շարունակի օգտագործվել Ռուսաստանի կողմից։ Ամեն դեպքում հավատացյալների մի խավ կա, որոնց համար այդ լրիվ պայքարները, այդ լրիվ ուրեմն արած-չարածները վերնախավի եկեղեցու երկրորդական է։ Իրենց համար կա եկեղեցու ղեկավար, կաթողիկոս, վատն է, լավն է, իրենք ենթարկվում են։ Այսպես հավատացյալների մի այդպիսի հոտ զանգված կա ցավոք սրտի, որոնք որ չեն տարանջատում անձին եկեղեցուց, կրոնը էլի այդ անձից։ Եվ եթե փոխվի այդ ամեն ինչը եւ Հայաստանի ժողովրդի շահերը, հավատացյալների, Հայաստանի հայ հավատացյալների շահերը սպասարկող մեկը բազմի այդ եկեղեցու գահին, Գրիգոր Լուսավորչի գահին, ուրեմն շատ ավելի լավ, ուրեմն մենք մեր ներսում արդեն հանգիստ ընտրությունները կորոշենք, ով կլինի իշխանություն, ով չի լինի իշխանություն, եւ ներքին իրոք խնդիրներից ելնելով ոչ թե արտաքին ազդեցություններից։ Կարող է ժողովուրդը որոշում է, որ ոչ թե Նիկոլն է ելնում, այլ չգիտեմ, Պողոսն է ելնում, օրինակ, բայց այդ Պողոսը հաստատ Կրեմլի ազդեցության ներքո չի լինելու, այո։ Կամ եթե լինի համ Նիկոլ Փաշինյանը, համ մեկ այլ կուսակցություն, ժողովրդավարական կուսակցություն, որոնք որ, ասենք, կարողանան կոալիցիա կազմեն, ենթադրեն, կարող է այդ տարբերակը լինի։ Ժողովուրդը որոշի, ոչ թե Կրեմլում գցեն։ Դա ամենակարևորն է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Գիտեք, այս մեր խոսակցության ժամանակ ես եւս տասնյակ հարցեր ինձ համար մտքումս պահեցի մեր հաջորդ հանդիպման համար։ Սիրով։ Սիրելի ունկնդիրներ, դուք հատման կետում էիք։ Հիշեցնեմ նորից ու նորից, սա ձեր հատման կետն է։ Եվ այս հատման կետում քննարկվում, որոշարկվում են ձեզ համար, մեր բոլորի համար կենսական հարցեր։ Բարի աշուն ձեզ։